Ամառային արձակուրդները դպրոցականների համար ոչ միայն հանգստի, այլև նոր գիտելիքների ու հմտությունների ձեռքբերման հնարավորություն կարող են դառնալ։ Արձակուրդային ժամանակահատվածը հանգստանալու, ուսումնական տարվա ծանրաբեռնվածությամբ պայմանավորվող հոգնածությունից ազատվելու, ուժերը վերականգնելու և ընտանիքի անդամների ու ընկերների հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու հնարավորություն է ընձեռում։ Միևնույն ժամանակ ամառը նաև ինքնազարգացման և նոր փորձառություններ ձեռք բերելու լավագույն ժամանակ է դիտարկվում։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը օրինակ երեխաներին առաջարկել էր գրքեր կարդալ, այցելել պատմամշակութային վայրեր, զբաղվել կամավորությամբ։ Չնայած հիմա հետաքրքրություններն ու զբաղմունքները թվային տարածքում շատ են, բայց փորձեք սահմանափակել ձեր ժամանակը թվային տիրույթում։ Դրա փոխարեն դուրս եկեք բակ, շփվեք ընկերների հետ, զբոսնեք, բակային խաղեր խաղացեք։ Մասնագետները ուշադրություն են հրավիրում նաև ամառային խմբակների դերակատարության վրա, սակայն այստեղ նրանց գնահատմամբ արդյունքները այնքան էլ գոհացուցիչ չեն։ Ամառային ամիսներին գործող կրթական և զարգացնող խմբակների նկատմամբ հետաքրքրությունը այդքան էլ բարձր չէ, և այս ուղղությամբ անհրաժեշտ են ավելի համակարգված ծրագրեր, նշում են մասնագետները։ Խմբակներում այդտենց երեխաների հետաքրքրությունը շատ մեծ չի, բարձր չի։ Խնդիրը նա է, որ երեխաները 21-րդ դարի հայ երեխային դա այդքան չի հետաքրքրում։ Իսկ ամառային խմբակների հետ կապված համակարգված որևէ ծրագիր գոյություն չունի, որ պարտադրված կլինի կամ թեկուզ ծրագրեր լինեն, որ երեխաները ցանկանան, այն ծրագրերը շատ լինեն, որ երեխան որոշի, նման համակարգված ծրագրեր չկան։ Մասնագետները ընդգծում են, որ անգամ դպրոցներում գործող խմբակները միշտ չէ, որ ապահովում են բարձր մասնակցություն։ Նրանց դիտարկմամբ երեխաների ազատ ժամանակի զգալի մասը այսօր անցնում է բջջային հեռախոսների կամ այլ կերպ ասած գադջեթների առջև, մինչդեռ ծնողների ներգրավվածությունը լրացուցիչ կրթության և ժամանցի կազմակերպման հարցում հաճախ բավարար չէ։ Պրակտիկ իրականության մեջ խնդիրը հետևյալն է, որևէ ծնող չի հետաքրքրում իր երեխայի։ Երեխաների մեծ մասը հիմնականում իրենց ժամանցը կամ ազատ ժամանակը անցկացնում են հեռախոսի մեջ։ Իսկ ծնողներին դա կոպիտորես չի հետաքրքրում, որ ավելի լավ է երեխան գնա որևէ խմբակի մասնակցի կամ որևէ այլ կրթական ծրագրի հավելյալ գիտելիքներ ստանա։ Փորձագետի կարծիքով կրթության հանդեպ հանրային վերաբերմունքը արժեհամակարգային խնդիր է, իսկ Հայաստանի պայմաններում կրթված լինելը միշտ չէ, որ ընկալվում է որպես առաջնահերթություն, լայնորեն խրախուսվող արժեք ու հանրային պահանջ։ Փորձագետները ընդգծում են երեխաների սպորտային, մշակութային կամ կրթական խմբակներում ներգրավվածության կարևորությունը։ Նրանց համոզմամբ նման զբաղվածությունը ոչ միայն նպաստում է գիտելիքների և կարողությունների զարգացմանը, այլև օգնում է երեխաներին հեռու մնալ վնասակար սովորություններից և միջավայրի բացասական ազդեցությունից։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։